Պարոն Գրիգորյան, տևական ժամանակ է ընթանում է որոշ հոգևորականների եւ իշխանության միջև փոխհրաձգություն, դուք վստահ եմ հետևում եք, ինչից է սկսել այս ամենը, սա հին պատմություն է թե նոր է սկսվել ըստ ձեզ։ Ճիշտ ասած, այս հին պատմություն է, որտեվ Հայաստանի Հանրապետության եկեղեցին, այ առաքելական եկեղեցին ինքը մեր ազգի կրոնի առաջ տվողն է եւ մեր ազգին միասնական մի բրոզ դարձրողն է, բայց կան որոշակի հոգեվորականներ, եթե չասեմ ոչ բոլորը, կան նաեւ լավերը, բայց կան որոշակի հոգեվորականներ, ովքեր փորձում են եկեղեցին նույնականացնել իրենց հետ, որպես անձ եւ փորձել սկսած վիրավորանքներից վերջացրած ամենավատ բարքեր ու վարքերով առաջ գնալ դրա համար մեր եկեղեցու հանդեպ եկեղեցականների ըստ էության տերտերների հանդեպ հավատը ժողովրդի մեջ կորել է դրա համար շատացել են բազմաթիվ այլ տեսակի հավատներ երևի ըստ էության այդպես կարելի ասել դրա համար պետքա նախ առաջինը նրանք հաշվետու լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ինչպես եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես ազգային ժողովը, ինչպես մնացած բոլոր կառույցները, եկեղեցին նույնպես պետք է հաշվետու լինի քաղաքացիներն էլ իմանան իրենք ինչով են զբաղված, ինչ են անում, արդյոք իրենց գործը արդար է թե չէ։ Այ ընդդիմադիրները վարչապետին մեղադրում են, ասում են ժողովրդին հանում է եկեղեցու դեմ, ինչպես կարելի է կաթողիկոսի մասին նման բաներ ասել, բայց հենց նույն Գարեգին Բեի կողմից կարգալույծ արված, բայց շատ հարգված քահանաներ, arczepiskopոսներ տարիներ շարունակ քննադատել են նրա պահվածքը, մեղադրել տարբեր բաների։ Տեսեք, ես մի հատ կարճ դրվագ ասեմ, հենց իմ գյուղից, Նորատուսից, որտեղ նախ հոգևորականները եկեղեցու հետ նույնականացնելը ճիշտ չի։ Իրենք իրենց ենթադրյալ ասում են պետքա մենք եկեղեցու սպասավորներն ենք, բայց եկեղեցիներն հիմնականում կառուցվում, վերակառուցվում կամ հիմնովին նորոգվում են տարբեր մարդկանց կողմից, օրինակ Նորատուսից լավ մարդիկ եկան եկեղեցի սարքեցին, այդ եկեղեցի ուծմանը Գարեգինը չեկավ։ Ըստ խոսակցության մակարդակների ասում էին, որ գումար է ուզել եկեղեցին ուծելու համար, խոսակցության մակարդակի բանն ասում, ինքը այդպես էլ չեկավ, հետագայում որպեսզի թույլ տային եկեղեցին օծեն, դրա դիմաց, ես եթե չեմ սխալվում, լավ եմ հիշում, այնտեղից խաչքար տարան, որը 5-րդ դարի խաչքար էր, ինչ որ բանի դիմաց Եվ ինքը այդպես էլ չեկավ, եկեղեցին օրհնեցին։ Հիմա ո՞նց կարա քահանան ասի ես եկեղեցին եմ եւ կամ ինչ-որ մի տերտեր ասում է բանը, եկեղեցի չթույլ չենք տա մտնել եւ այլն, դա իրենց չի, դա հանրությանն ու հասարակությանն է եւ ես չեմ լսել որևիցե մի եկեղեցի, որ կառուցվի, վերակառուցվի իրենց կողմից, տերտերների մասին է խոսքը, այլ բարերարների եւ այլն եկեղեցին հանրային վայր է, որտեղ բոլորը կարող են գնալ հաղորդություն ստանալ, առաքել առ Աստված, բայց հիմա դրանք ավելի շատ ոչ թե հոգեվորականներ են, այլ քաղաքական լուսանցքից դուրս մնացած ինչ-որ մարդիկ, իմ կարծիքն է այդպես։ Այ վարչապետի եկեղեցականների, որոշ եկեղեցականների հետ կապված հայտարարություններից բացի այն, որ ոգևորվել են այդ նույն մարդիկ, նաև ընդդիմադիրներն են ոգևորվել եւ վարչապետը այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է, ոնց որ ասել են, ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չեն պլստալու։ Դրա համար են սկսել անկանոն շարժումներն ու գորգորոցները։ Ճիշտ է, վարչապետի ասացի գրածի արտահայտած յուրաքանչյուր բառի տակ ստորագրում է եկեղեցականները վարչապետի գրածը չհերքեցին ըստ էության ինչ էր գրել ուղղակի իրենք ասացին որ պետք չէր այսպես անել պետք չէր այնպես անել հիմա կան եթե այդպիսի բան չկար թող հերքեին եւ ես կարծում եմ վարչապետը շատ մեղմ է ասել այն ինչ որ ասել է շատ մեղմ է ասել որովհետեւ ավելին գիտենք մենք գիտի հասարակությունը ու եթե նրանք իրականում հոգևորականները իրենց համարում եկեղեցու ծառաները հայ առաքելական եկեղեցու առաջնորդներն ըստ էության իրենք պետք է այդ ամոթալի երևույթը գոնե երգեին բայց նրանք չեն երգել եւ այդ մասով մենք ունենք կոնսենսուս որ այդպես բան եղել է ու այդ հայտարարությունն է ու Գարեգին այդ ոնց է կոչվում բեի ես անկեղծ ասած հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ պատարակների մասնակից եմ բայց այս վերջերում ճիշտ ասած տարբեր եկեղեցիներում պատարակների եմ մասնակցել ու պատարակի այդ բուն գործընթացը, որը Աստվածաշնչով է նախատեսված ըստ էության պետք է այդ գրքով գնան մինչև վերջ, իրենք ճամփից շեղվում են ինչ-որ քաղաքական հայտարարությունների ֆոնով, բայց դե հիմա մենք չենք գնում եկեղեցի իրենց լսելու կամ իրենց հետ
առնչվելու մենք գնում ենք այնտեղ մեր աղոթք առաքելու առաստված Հիմա պետք է մտածենք, էլի հիմա ամեն տարբեր մամուլներում հայտնում է, որ այս մի կուսակրոն հոգևորական ունի երեխա, այդ խայտարակությունը, ոնց որ ասեն, պետական պաշտոնյան կաշառք է վերցել։ Նույնն է, ինչ կուսակրոն հոգևորականը ունենա երեխա։ Հիմա երկու դեպքում էլ պատժելի է արարքը։ Իդեպ կաշառքի հետ կապված վարչապետը այսօր նաև հայտարարել է պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Այո, Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, քանի որ ինքը դատարանում ուղղակիորեն վարչության ժամկետով ազատվել, այսինքն ինքը ընդունել է, չէ՞, իր մեղքը, որ ինքը կաշառակեր է, բայց քանի որ արդեն անցել է այդ ժամանակը, ինքը պետք է ազատվի, ըստ էության փաստորեն ինքն է ասում, որ ինքը կաշառակեր է, այդ մենք ի սկզբանե չենք ասել, բայց հիմա մենք արդեն պետք է ասենք ու վարչապետը ասեց, այո, յուրաքանչյուր իր խոսքի մեջ ասելու է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, թե խոսքը իրեն վերաբերվի, եթե նույն մարդի մասին խոսի։ Վարչապետը նաև մեկ այլ հայտարարություն է արել, նա նշել է, որ իրենք Թալանչի սրիկաստահակ են, ուզում են ցույց տալ, թե մենք իրենց նման ենք ու հիմա էլ ասել են, թե վարչապետը 3 միլիոն եվրոյով տուն է առել։ Դե իրանք գիտես ոնց են անում, ժողովուրդը անկեղծված իրանք գիտի, իրաց թալանը գիտի եւ իրանք որպիսի մեզ նույնականացնեն իրենց հետ, այդ տեսակ սուտ լուրեր են տարածում վարչապետի տիկնոջ եւ մեր բոլորիս մասին, որ էս ունեն, այն ես ամբիոնից հայտարարեցի, ասում են ուսային պողոտայում մի քանի տուն ունեմ, նվիրում եմ ով ուզում, հա։ Ըստ էության իրանք ուզում են մեզ նույնականացնեն իրենց հետ եւ այո, այսօրա կառավարության նիստին նաև գլխավոր դատախազը մի քանի տասնյակ գործեր թվեց, ընդ որում կար Գեղարքունիքի մարզում նաև դեպքեր ու լինելու է, ու ասեց, որ այսքան միլիոն դոլարի, չգիտեմ, ապօրինի գույք է այդ բերվել, հիմա հաստատ այդ միլիոնների մեջը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներինը չի, դրա համար իրենք այո ոռնալու են ու ես կարծում եմ, որ առաջիկա քարորյան թեժա լինելու, որովհետև իրենք արդեն իսկ հասկացել են, որ վերջն եկել է այն ապօրինի գույքի, ինչ իրենք թալանել են Հայաստանի Հանրապետությունից։ Եվ չեք կարծում, որքան մոտենան ընտրությունները, այս ընդդիմադիրների այս պահվածքը, այս ապատեղեկատվությունը ավելի խորանալու եւ ինչպես եք դրա դեմ պայքարելու դուք։ Ճիշտ ասած մենք պայքարելու անկեղծ եմ ասում, ես 5 տարի մեջ մի բան հասկացա, պետք չի ոչ մի բան դեմ պայքարել, պետքա դու լինել բաց, իմանան ինչ ենք անում մենք եւ ժողովուրդը իրենք կպայքարեն դրանց դեմ, ու ես կարծում եմ, որ հաջորդ իրանք հասկանում են, որ հաջորդ խորհրդարանում իրանք չեն լինելու այս թվով ու ժողովուրդը իրենց այդ քվեն չի տալու ու հիմա դրա համար իրանք ամեն ինչ անելու են, մանիպուլացնելու են, փորձելու են հրահրել ինչ-որ բան, որ ցույց տան տեսեք, այս մեր նախկինների նման են, չգիտեմ, պատգամավորներ, այդ ամեն օր մենք տեսնում ենք, երբ փողոցով ասելից ինչ-որ մի հատ կին տղամարդիկ երևի դուք չեն անում, կնանիք ինչ-որ թողներ են իս բոլոր կանայք, բայց կանանց միջոցով փորձում են հրահրել, որ ինչ-որ բան անես դու ու դրան նկարեն գցեն ինտերնետ, ըստ էության։ Մի քանի օր առաջ Կարկառուն դաշնակցականներից մեկը Հրանտ Մարգարյանը ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել եւ շատ ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես նա հոկտեմբերի 27-ը անվանել է Պորտկում նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը կառավարական առանձնատների կառավարության շենքի վրա հարձակումը համարել է Պորտկում եւ համարել դա սրբություն սրբոց։ Դե Հրանտի դեպքում այդ նորմալ է, Հրանտին գիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ես կարծում եմ, որ ինքը որպես քաղաքական գործիչ այլևս այն ոնց է կոչվում ուռուցքի վերջին ճիչերն է իր մոտ, թե իբրև թե ես էլ կամ, դե եթե հոկտեմբերի 20, դե իրա մենք մեր համար պարզ է ու հանրության հասարակության ես ամբիոնից էլ ասացի, որ հոկտեմբերի 28-ին արդեն հանրությունը գիտեր ինչ է կատարվել եւ հիմա իրենց այս վայնասունը ըստ էության, որ հոկտեմբերի 27 նոյեմբերի 9-ը Պորտկում էր եւ այլն նորմալ է ու այդ հանրությունն ու հասարակությունը իրենց հստակ գնահատականն ու իրենց պատիժը կտա եւ ես ուզում եմ ասել, որ այսքան խոսում են եկեղեցիներից, քրիստոնեությունից, եկեղեցականները եւ իրենք, ես ուզում եմ հասկանալ իրենք մտածում են, որ իրականում կա եւ դրախտ եւ դժոխք, իրենք թող դատանի առաջ չպատասխան չտան, բայց պատասխան են տալու երկենքում։ Այդուհանդերձ վտանգ չեք տեսնում այդ հայտարարություններում, սպառնալիքի նման էր հնչում տեսակ։ Դե հիմա իրենք ուրիշ այլ ելք չունեն, քան սպառնալը, դե մենք չենք տրվում այդ այն գայթակղությանը, որ իրենց կարելի է պատասխանել իրենց լեզվով, գայթակղությունը մեծ է, բայց մենք չենք տրվում դրան ամեն դեպքում։
Այդուհանդերձ իրավապահները անելիք չունեն, ամեն դեպքում սա վտանգավոր հայտարարություններ։ Չէ, տեսեք, իրավապահները շատ լավ են աշխատում, գիտեք ինչի, երբ իրենք ելնում ու իրավական մարդկանցից, օրինակ, չգիտեմ, ոստիկանությունից, զինվորականներից, այդ մարդկանցից բողոքում են, ես մի բան եմ հասկանում, որ իրանք շատ լավ են ուրեմն աշխատում։ Երբ իրանք բողոքում են ինչ-որ բանից, մտածում եմ, այդ կառույցը շատ լավ աշխատում, ես վստահում եմ ոստիկանությանն, ազգային անվտանգությանը, բոլոր այն կառույցներին, ովքեր զբաղվելու են, վստահ եմ զբաղվելու են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։